7 տարի առաջ այսօրը դուք մերժեցիք Թուրքին ծնկի բերողին, դուք մերժեցիք 15 թվի ցեղասպանության, 88-90 թվի Բաքվի ուսումնկայքի ջարդերի վրեժը լուծողին։ Հասկացաք ու մերժեցիք ու հիմա հələ սրիկաներ կան, որ շարունակում են մերժել։ 18 թվին մարդիկ խաբվել են, չեն հասկացել, բան չունեմ ասելու։ Բայց ով այսօր Սերժին մերժում է, նա թուրք է, նա թուրքից վերանա։ Դա գեներալ Մանվելի ասած սապլյակ թուրք է, սապլյակ։ Ով այսօր Սերժի ասին ավել պակաս հաճում է։ Իսկ 7 տարի առաջ այսօրը Լուսինե ջան Սերժ Սարգսյանը խաչվելով, սա հարվածները իրա վրա ընդունելով, սաղի քաքերը կներեք արտաց համար իրա վրա վեկալելով, նաև խաչվեց ու մեր պետությունը փրկեց Ուկրաինա դառնալուց, տարիներ հետո Ուկրաինան գոնե տեսեք ինչ օրիա հիմա, այդ էինք մենք դառնալու այն ժամանակ Ուկրաինա, Սերժը միգուցե կմնար էլ իր պաշտոնին, նա փոքր Հայաստանի ղեկավարը կլներ, բայց ավերված Հայաստանի, ցեղասպանված Հայաստանի, նվաստացած Հայաստանի, Արցախը կորցած Հայաստանի, բայց Սերժին աթոռը պետք է։ Սերժը խաչվեց, փրկեց ձեզ Ուկրաինացունից, փրկեց Արցախը այդ պահին ու շանս տվեց, որ եթե դուք դες ճիշտ պահեիք, հայ ժողովրդին ճիշտ է, շանս տվեց, նորանոր հաղթանակներ կերտելուն։ Դուք ճիշտ չպահեք ձեզ։ Սերժը դե մեղավոր չի։